Ինչու է ազգային ժողովն այսքան անօգուտ։ Իրական ժողովրդավարություններում խորհրդարանը մեկ գլխավոր նպատակ ունի՝ սահմանափակել գործադիրի ղեկավարի իշխանությունը, այլ ոչ թե ծառայել որպես կնոպկա սեղմող։ Մենք ունենք համակարգ, որտեղ մեկ մարդ է որոշում ամեն բան՝ արտաքին քաղաքականությունից մինչև դատաիրավական համակարգի վճիռներ։ Այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի։ Սահմանադրական փոփոխություններից մինչև պետական քարոզչություն։ Խորհրդարանը դարձել է նրա թմահաճույքների կնիքը, այլ ոչ թե հակակշիռ։ Ինչու է դա հնարավոր դարձել։ Որովհետև մենք չունենք մեխանիզմներ, որոնք կսահմանափակեին մեկ մարդու լիազորությունները։ Իշխանությունն անձնավորված է։ Կառավարությունը ես եմ։ Չկա վերահսկողություն, չկա հաշվետվողականության համակարգ։ Ընտրություններին պատրաստվող ցանկացած ուժ պարտավոր է երաշխավորել, որ իր ընտրվելու պարագայում խորհրդարանը հավասարակշռելու է կառավարության որոշումները, պետք եղած դեպքում դրանց հակադարձելու է։ Դատարանները պաշտպանված են լինելու քաղաքական ճնշումներից, մեդիան լինելու է ազատ ու անկաշկանդ, իրավապահները ծառայելու են սահմանադրությանը, ոչ թե մեկ ղեկավարի, իսկ վարչապետը ցանկացած վարչապետ սահմանափակված է լինելու օրենքներով, ինստիտուտներով եւ ընթացակարգերով։ Մեկ անձի իշխանությունը պետք է սահմանափակվի, ու բոլոր քաղաքական ուժերը պետք է որդեգրեն մեկ սկզբունք՝ սահմանափակված պիտի լինի իշխանությունը, ոչ թե քաղաքացին։